Ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Ըստ ձեր, մեր ազատամարտիկները, որ կռվում էին, մարտնչում էին Արևմտյան Հայաստանում, ու ոչ միայն իրանք են այդպես կարծել այն ժամանակ, ու նաև ոչ միայն այն ժամանակ 1920-ականներին էլ, ֆիդայինները ու առհասարակ ազատամարտիկները 1900, չգիտեմ, 15, 18 ու այդենց թվականներին այդ կողմերում, հա, ասենք մի քիչ շուտ, մի քիչ ուշ ու 1920-ականներին իրենք ոնց ասեմ, որ ոչ ձեզ վիրավորեմ, ոչ իրանց, ոնց էլ ասեմ, չեմ վիրավորելու, ուղղակի որ վիրավորական չհնչի։ Ոնց է բացատրեմ։ Իրենք անհեռատես էին, իրենք սխալ էին մտածում, հա, խելքները վատ էր կտրում, չէր կտրում, որ ասում էին, նույնիսկ երգում էր երգվում, որ համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն։ Թե մեծ բան է, ինչքան է փոխվել, որ դա էլ չի մեր ներկային չի համապատասխանում։ Լավ, 20-ից հետո, 20-ի Արցախի նոյեմբերի 9-ից հետո, չգիտեմ, պարտությունից հետո, լավ, էդ էլ էր, վերցենք էդ էլ քիչ էր, էդ էլ էր քիչ, չգիտեմ, բա 21 թվին ձմռանը, որ մենք մեր վրա էլի հարձակվեցին, տարածքներ կորցրինք, բա 22 թիվը, բա 23 թիվը, կամ որ Նիկոլը լճի կողքի տարածքները հանձնում ասում է, ինչ ենք անում այնտեղ տարին 12 ամիս ձուն է, Արագածում էլ է տարին 12 ամիս ձուն, Արագածի վրա, նրան վրա, հիմա որ ասված չանի, պատկերացնենք, ոնց որ սիրում ես ասես հանրապետություն, չէ, Թուրքիայի հանրապետությունը էլի հարձակվի Հայաստանի հանրապետության վրա, գա հասնի բան, Արագած, ու ուզենա Արագածն է վերցնի, արդեն, չգիտեմ, գրոհում է ինչ-որ մասեր կարող է վերցնի, լեռան կողքերով, ասենք, արդեն, անցնում է արդեն, լեռան, ճիշտ է ինքը լեռը կոնտրոլ բան չի անում, հենց իրա վրայի տարածքը, բայց դե, հա, մնացածն են դե դու լրիվորեն մնացած կողքերի մնացած տարածքներ չես տալի ու լեռան լրիվ, ասենք խոսքի իրա կոնտրոլի տակ է հայտնվել 65%-ը, 70%-ը, ինքը ուզում է մի 10% էլ վերցնի, 5% էլ վերցնի, ու սենց արդեն ուզում է գա կամ չգիտեմ, կանգ առի, ուզում է շարունակի շարժվի վերցնի, դու արդեն իրան տալիս ես ու էդ էլ է իրա մոտ հայտնվում, ու տենց ես ասում ես տարին 12 ամիս այնտեղ ձուն է, քեզ բան ուղղակի, Արարատի մարզը, որ ասենք ուզենաս անցնես, ինչ ես ասելու, տարին 12 ամիս հարթավայր է, Հետի ինչքան բարձր տարածք է, որ այնտեղ տարին 12 ամիս ձուն է, դա լկտի սուտ է, ես այնտեղի տարածքները նայել եմ, այդ լճի կողը ձուն չկա, ինչ ձնից ես դու խոսում, ինչ ձուն, չկա այնտեղ ձուն, սուտ է դա, միտեղ կա, միտեղ չկա, ինչն է այնտեղ տարին 12 ամիս ձուն, կամ որ ես իմ են յանը որ ձուն է, քեզի էդի խանգարում է, ինչ անում, մի գնայի ձնան մեջ մտի, ինչ անում, քեզի ձուն է, որտեղ ձուն չկա, այնտեղ տուն սարքեք, այնտեղ բանը, ինչ-որ բան աճացրեք, այնեց ջերմաստիճանով ընդհանրապես ոչինչ չի կարելի աճացնել, շատ աճացնող ենք, ուրա դաշտերում սկի բանը աճացնում եք արկեն, ոչ գյուղը չկա, էդի վարի է գնացել, ահավոր ձևի վարի է գնացել, կողքի գյուղերում շատ են զբաղվում հողագործությամբ, այգիներով, բոստաններով, բանջարեղենով, կանաչեղենով, բաներով, ցորենով, հատապտուղներով, բանջարեղեններով, կանաչեղեններով, մրգերով, ծառերով, շատ են զբաղվում,
Այն են ասում, որ այնտեղ 12 ամիս ծունա, yəni մենք այնտեղ բան չենք կարող սարքենք, ոնց որ սարքելու էիք։ Դե նույն քո տրամաբանությամբ կողքի գյուղերը, որ ուզենան վերցնեն, հանգիստ կարակ տակ։ Մենք հա դուք այնտեղ կարգին բան չեք սարքում։ Կասեք բանը չէ, որ մարդկության համար կարևորը ցիվիլիզացիան է, չէ՞։ Ըհը։ Բանը civilization։ Բանին ադրբեջանցի կգան, հա ճիշտ է, մենք անում դնում ենք, իրանք ավելի լավ կանեն կդնեն այդ գյուղում, ավելի լավ ոստաններ բան կանեն, նա իրանց տանք։ Իմ այս ասածը չի հակասում քո տրամաբանությանը, ես քո տրամաբանությամբ եմ խոսում, պարոն Փաշինյան։ Տարին 12 ամիս ծունա, չքնաղ տեղ է այդ տարածքը, այդ լիճը։ Հիմա որ Ֆինլանդիայի վրա հարձակվեցին, ու սպառնալիք կա, իրոք վտանգ կա, որ ամբողջ տարածքը կզարթվի։ Պիտի փախնեն, ելնեն գան, հանձնեն, ասեն արա մեկ այնտեղ Լապլանդիայում վեշնի ձունա, ինչ են կանում Լապլանդիան, որ